Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Համաշխարհային բանկի միջոցներով Սևանում մեկնարկել են Սևանի նոր հիվանդանոցային մասնաշենքի կառուցման աշխատանքները։ Կապալառու Բիդեք եւ Եվրոպա շինարարական ընկերություններն արդեն սահմանազատել են Սևանի պոլիկլինիկայի դիմացի շինարարական հրապարակը, որպեսզի տարվող լայնածավալ աշխատանքները չխանգարեն քաղաքի բնականոն գործունեությանը։ Շինարարական աշխատանքները որևէ կերպ չեն խոչընդոտելու նաեւ պոլիկլինիկայի բնականոն աշխատանքներին։ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը օգոստոսի 16-ին աշխատանքային այց կատարեց Սևանի տարածաշրջան։ Նա եղավ Սևան քաղաքում։ Սևանի հիվանդանոցի կառուցման մեկնարկային աշխատանքներին ծանոթանալու նպատակով մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը այցելեց Սևանի հիվանդանոցի նոր կառուցվող մասնաշենքի շինարարական հրապարակ։ Մարզպետ Գրիգորյանին ուղեկցում էին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանն ու հիմնարկի այլ աշխատակիցներ, մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուներ, համայնքային իշխանության ներկայացուցիչներ։ Առողջապահական ծիգի մասնագետները Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեցին նախատեսվելիք աշխատանքների ընթացքը, Սևանի ապագան նոր հիվանդանոցը բուրս սարքավորումներով հագեցնելու գործընթացի մասին, միաժամանակ կապալառու ընկերությունները աշխատանքները կիրականացնեն ժամկետների մեջ եւ ամենակարևորը որակով։ Հիմա ընթանում են կազմակերպչական եւ նախապատրաստական, կարելի ասել նախապատրաստական աշխատանքներ, ինչպես տեսնում եք, ցանկապատում, տերիտորիայի մաքրում, ծառահատումներ, պոլիկլինիկան հիմնական շենքը գտնվում է այստեղ, հիմնական կորպուսը մուտքը այս կողմից, ավտոկայանատեղին կանաչապատում լինելու է բոլոր կողմերից իհարկե։ Ժամկետը նախատեսվում է 2 տարի, կավարտենք 18 թվականի օգոստոսին խոստանում ենք եւ ծրագրով է տայեք, աշխատենք իհարկե ժամկետից որոշ ժամանակ շուտ։ Մարզի առողջապահական ոլորտում կատարված փոփոխությունների մասին խոսեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, միաժամանակ հավելելով, որ այն բոլոր աշխատանքները, որոնք տարվում են այսօր մարզում, դրանք Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական, կառավարության եւ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի բաղկացուցիչ մասն են կազմում։ Հանրապետության նախագահի մարզ կատարած այցի ընթացքում հանձնարարականից, որ ամեն ինչ անել, որպեսզի Սևան քաղաքում նոր բժշկական կենտրոն կառուցել եւ այդ ճանապարհը մենք ձեզ հետ միասին անցել ենք եւ այսօր մենք ականատեսն ենք մեկնարկին։ Ինչ վերաբերվում է մարզին, սրանով մենք ավարտենք արդեն 3 շրջանը, նախկին շրջանը ամբողջությամբ, Գավառ, Ճամբարակ, Սևան, այնուհետև մենք արդեն ներկայացրել ենք որոշման նախագիծ Վարդենիսի բժշկական կենտրոնի արդիականացման վերաբերյալ, խոսքը գնում է նրա մասին, որպես մենք առաջարկություն ենք ներկայացրել, որպեսզի բժշկական կենտրոնը, հիվանդանոցը ավելի ճիշտ միավորվի գոսպիտալի հետ։ Ես համոզված եմ, մինչև տարվա վերջ ֆինանսական աղբյուրները կհստակեցվեն եւ գարնանը մենք սկսենք Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները, առողջապահության կենտրոնները, որ կառուցվել են եւ կկառուցվեն, ուրեմն ծրագրով նախատեսված է ժամանակակից սարքավորումներով եւ գույքով ապահովման խնդիրը որոշված է արդեն։ Քիչ առաջ մենք խոսում ենք, որ լրացուցիչ նորից սարքավորումներով ապահովել, արդեն հստակեցված են եւ շինարարությունը դեռ չավարտած սարքավորումներ արդեն կներկրվեն։ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին մարզում առողջապահության ոլորտում կատարված լայնածավալ բարեփոխումների եւ շինարարական աշխատանքներին հետեւողական ուշադրության համար։ Նախ կուզենայի անպայման նշել, որ վերջին տարիների ընթացքում ուրեմն Գեղարքունիքի մարզում շուրջ 3 միլիարդ 500 միլիոնի ներդրում է իրականացվել, որից 1 միլիարդ 300 միլիոնը դա առաջնային օղակի, խոսքը ամբուլատորիաների համայնքային կառուցման մասին է, ընտանեկան բժիշկների, ուրեմն կրթության, վերապատրաստման, ինչպես նաև առաջնային օղակի հատվածի, ուրեմն գույքի հագեցման մասին է։ Մնացած գումարը ներդրվել է արդեն հիվանդանոցային օղակում, խոսքը Գավառի բժշկական կենտրոնի մասին է, Գավառի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքի, նաև դիարանի մասին է։ Ինչպես նաև մենք անցած տարվա նոյեմբեր ամսին շահագործման հանձնեցինք Ճամբարակի առողջության կենտրոնը հագեցած բժշկական սարքավորումներով եւ կահույքով։ Ինչ վերաբերվում է Սևանի բժշկական կենտրոնին, ապա պայմանագիրը կնքվել է
այս տարվա օգոստոսի 3-ին, պայմանագիրը 2 տարվա տևողություն ունի, շուրջ 885 միլիոն դրամի մասին է խոսքը, ինչը չի ներառում բնականաբար բժշկական սարքավորումները եւ կահույքը, որի համար առանձին գումար է նախատեսված, շուրջ $750,000 մասին է խոսքը։ Շինարարական աշխատանքներ իրականացնող Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին ներկայացրեցին նոր հիվանդանոցի նախագիծը։ Նախնական արդեն կատարվել են ծառահատման աշխատանքներ, կտրված ծառերի փոխարեն կտնկվեն նորերը։ Հիվանդանոցի տարածքն ամբողջությամբ կկանաչապատվի։ Սևանի քաղաքապետարանի, համայնքի ներկայացուցիչների եւ Կապալառու ընկերությունների ղեկավարների հետ քննարկվել են նաեւ տեղի աշխատուժի հնարավորինս լայն ներգրավելու, ինչպես նաեւ շինհրապարակի սահմանազատման եւ շինարարական աղբի պատշաճ տեղափոխման հարցերը։ Սևանի բժշկական կենտրոնը նախատեսվում է, որ ունենալու է 40 մահճակալ, ցերեկային ստացիոնալ բուժման սրահով, վիրաբուժական, թերապևտիկ եւ մանկական բաժանմունքներ, ինֆեկցիոն ծառայություն թերապևտիկ բաժանմունքի կազմում, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը, ինտենսիվ թերապիայի եւ շտապ օգնության բաժանմունք, պոլիկլինիկական նեղ մասնագիտական եւ ախտորոշիչ ծառայությունները կմիավորվեն հիվանդանոցային համանուն ծառայությունների հետ։ Սևանում նոր հիվանդանոցը շահագործման կհանձվի 2018 թվականին։ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Սևանում այցելեց նաև Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոց, որտեղ պետական բյուջեի միջոցներով անցկացվում է կենտրոնացված ջեռուցման համակարգ։ Աշխատանքները սկսվել են այս տարվա մայիսից։ Ճամբարակի Արարաքս Group սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակիցներն ավարտել են ներքին մոնտաժային աշխատանքները, անցել են կաթսայատան կառուցմանը։ Մարզի ղեկավարը շրջեց դպրոցում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, ինչպես նաև որոշ ցուցումներ տվեց շինարարին աշխատանքների հետագա ընթացքի հետ կապված։ Ծրագրի ընդհանուր արժեքն է մոտ 42 միլիոն դրամ։ Աշխատանքները շինարարի հավաստմամբ կավարտվեն նախատեսված ժամկետից դեկտեմբերից շուտ։ Պետական բյուջեի միջոցներով 2015 թվականին առաջին փուլով փոխվել են դպրոցի դռներն ու պատուհանները։ Երրորդ հարկի միջանցքի հատակը սալիկապատվել է։ Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցը շահագործման է հանձնվել 1960-ական թվականների վերջին։ Դպրոցն այժմ ունի 688 աշակերտ։ Ռաֆիկ Գրիգորյանը հետաքրքրվեց նաև, թե ինչպես են դպրոցում ընթանում նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները։ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն այցելեց Գեղամավան համայնք, որտեղ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում է Գեղամավանի մանկապարտեզի շենքը։ 120 տեղանոց մանկապարտեզի գործունեությունը դադարեցվել էր 1990-ական թվականներից։ Տանիքը փլվել էր, անձրևաջրերը քայքայել էին շենքը, գույքը շարքից դուրս էր եկել։ Մանկապարտեզի առաջին 2 մասնաշենքերի վերանորոգումն արժեցել է 120, իսկ երրորդ մասնաշենքինը 60 միլիոն դրամ։ Գեղամավան համայնքի ներդրումը կազմել է 8 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է Բագրատունի արտադրական կոոպերատիվը։ Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը այստեղ եւս ծանոթացավ կատարված աշխատանքներին։ Մանկապարտեզն արդեն ստացել է լիովին նոր գույք եւ կենցաղային տեխնիկա։ Շուտով շինարարական աշխատանքները կավարտվեն եւ գույքն ու տեխնիկան կտեղակայվեն մանկապարտեզում։ Մարզի ղեկավարի հաջորդ այցը Դդմաշեն համայնքն էր։ Այստեղ նույնպես Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հատկացրած միջոցներով վերանորոգվում է նաեւ Դդմաշենի մանկապարտեզը։ Ծրագրի ընդհանուր արժեքն է 64 միլիոն դրամ։ Դդմաշեն համայնքի ներդրումը կազմում է մոտ 5 միլիոն դրամ։ 2015 թվականին վարչապետի այցը Սևան միաժամանակ քննարկեցինք Դդմաշենի մանկապարտեզի խնդիրը։ Եվ վարչապետը խոստացավ, որ 15 թվականին կընդգրկեն ծրագրի մեջ տարածքային ծրագրի զարգացման հիմնադրամի ծրագրերի մեջ եւ անպայման 16 թվականի մայիսին շինարարությունը կսկսվի։ Եվ այդպես էլ կատարվեց։ 16 թվականի մայիսին արդեն շինարարությունը սկսվեց, որի համար շնորհակալություն եմ հայտնում վարչապետին եւ միաժամանակ մարզպետ պարոն Ռաֆիկ Գրիգորյանից։ Կիսատ մնացած աշխատանքներից հետո անհրաժեշտ էր վերանորոգել մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը, կատարել ներքին հարդարման, կոյուղագծերի, ջրամատակարարման համակարգի վերականգնման, տարածքի բարեկարգման, ցանկապատման աշխատանքներ։ Նշված աշխատանքներն այս տարվա մայիսից իրականացնում է Էդ-Ռիչ Շին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Մանկապարտեզի գործարկումը կլուծի ինչպես համայնքի երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու, այնպես էլ նաև զբաղվածության հարցը։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Գեղամահուր։